Կարող է արդյոք ղեկավարը միաժամանակ և բարոյական, և արդյունավետ լինել։ Իսկ եթե պետությունը փրկելու համար երբեմն անհրաժեշտ է գնալ կոշտ քայլերի։ Այս հարցերը շուրջ 500 տարի առաջ իր ամենահայտնի տիրակալը աշխատությունում բարձրացրել է իտալացի ճանաչված մտածող Նիկոլո Մաքիավելին։ Մեր օրերում ոմանք նրան համարում են քաղաքական ռեալիզմի հիմնադիր, մյուսները քաղաքական անպարկեշտության խորհրդանիշ, սակայն անկախ վերաբերմունքից Մաքիավելիի գաղափարները մինչ այսօր շարունակում են լայնորեն քննարկվել և պահանջված լինել։ Բարև ձեզ, այս տեսանյութում կփորձենք հասկանալ, թե ինչի մասին է տիրակալը աշխատությունը, ինչու է այդքան հայտնի և ինչու է Մաքիավելին արդեն շուրջ 5 դար մնում ամենաշատ քննարկվող քաղաքական մտածողներից մեկը։ Այսպես, Նիկոլո Մաքիավելին ծնվել է 1469 թվականին Ֆլորենցիայում, Իտալիայի համար քաղաքականապես բավականին անկայուն ժամանակաշրջանում։ Պատմական այդ շրջանում Իտալիան միասնական պետություն չէր, այն բաժանված էր բազմաթիվ քաղաք-պետությունների, որոնք միմյանց դեմ մշտապես պատերազմում էին։ Միաժամանակ Իտալիայի ներքին գործերին ակտիվորեն միջամտում էին Ֆրանսիան, Իսպանիան և սրբազան հռոմեական կայսրությունը։ Նշենք, որ Մաքիավելին աշխատել է Ֆլորենցիայի հանրապետությունում որպես պետական պաշտոնյա և դիվանագետ։ Նա անձամբ շփվել է տարբեր բարձրաստիճան կառավարիչների հետ և տեսել, թե ինչպիսին է իրական քաղաքականությունը։ Սակայն իշխանափոխությունից հետո նա հեռացվեց պետական ծառայությունից և նույնիսկ որոշ ժամանակով բանտարկվեց։ Այդ շրջանում էլ նա գրեց իր ամենահայտնի աշխատությունը՝ «Տիրակալը», թեև վերջինս հրապարակվել է իր մահից շուրջ 5 տարի հետո՝ 1532 թվականին։ Տիրակալը քաղաքական կառավարման մասին կարճ, բայց չափազանց ազդեցիկ աշխատություն է, որի հեղինակը փորձում է պատասխանել այն հարցին, թե ինչպես կարելի է ձեռք բերել, պահպանել և ամրապնդել իշխանությունը։ Ավելորդ չէ նշել, որ նրա մոտեցումը իր ժամանակի համար բավական անսովոր էր։ Եթե միջնադարյան մտածողները հաճախ խոսում էին այն մասին, թե ինչպիսին պետք է լինի իդեալական կառավարիչը, ապա Մաքիավելին ավելի շատ փորձում էր հասկանալ, թե ինչպես է քաղաքականությունը գործում իրական կյանքում։ Հենց այս պատճառով նրան հաճախ կապում են քաղաքական ռեալիզմի հետ։ Հատկանշական է, որ թեև Մաքիավելին բառացիորեն երբեք չի գրել «նպատակն է արդարացնում միջոցները» հայտնի և թևավոր դարձած արտահայտությունը, սակայն շատերը նրա գաղափարները խտացված կերպով ներկայացնում են հենց դրա միջոցով։ Նրա կարծիքով պետության կայունությունն ու անվտանգությունը երբեմն կարող են պահանջել կոշտ, նույնիսկ ոչ այդքան բարոյական քայլեր։ Մաքիավելին կարծում էր, որ կառավարիչը միշտ չէ, որ կարող է առաջնորդվել միայն բարությամբ կամ ազնվությամբ, որովհետև քաղաքական իրականությունն ու իրողությունները հաճախ շատ ավելի դաժան են և պարտադրում են այլ վարքականon։ Նա գրում էր, որ ղեկավարի հիմնական խնդիրը պետությունը պահպանելն է։ Սակայն հարկ է ընդգծել, որ Մաքիավելին պարզապես չէր քարոզում դաժանություն։ Նրա համար կարևոր էր արդյունավետությունը և պետության կայունությունն ու անվտանգությունը։ Իսկ ավելի լավ է, որ ղեկավարին սիրեն, թե վախենան նրանից։ Վերջինս տիրակալի ամենահայտնի հարցադրումներից է։ Այս առումով Մաքիավելին պատասխանում է, որ իդեալական տարբերակում լավ է նշվածի երկուսի միաժամանակյա առկայությունը, բայց եթե ստիպված ես ընտրել, ապա ավելի անվտանգ է, երբ քեզանից վախենում են։ Միևնույն ժամանակ նա զգուշացնում է, որ կառավարիչը չպետք է վերածվի ատելի բռնապետի, այսինքն վախն ընդունելի է, բայց ատելությունը վտանգավոր։ Հատկանշական է նաև, որ Մաքիավելին օգտագործում է հայտնի փոխաբերություն։ Նրա կարծիքով հաջող ղեկավարը պետք է լինի և առյուծ, և աղվես։ Առյուծը խորհրդանշում է ուժը, աղվեսը խորամանկությունն ու քաղաքական ճկունությունը։ Վերջինիս իմաստը այն է, որ միայն ուժը բավարար չէ, որովհետև որոշ իրավիճակներում կարելի է ընկնել թակարդների մեջ։ Բայց մյուս կողմից միայն խորամանկությունն էլ բավարար չէ, որովհետև առանց ուժի իշխանությունը կարող է խարխլվել։ Այստեղ տեղին է հիշել մեկ այլ հայտնի իտալացի սոցիոլոգ, փիլիսոփա և տնտեսագետ Վիլֆրեդո Պարետոյի էլիտաների տեսությունը, որում հեղինակը, խոսելով երկու տիպի էլիտաների մասին, նույնպես պատկերավոր կերպով կիրառում է առյուծների և աղվեսների փոխաբերությունը, նշելով էլիտաների ոչ մշտական բնույթի
և դրանց շրջանառության մասին։ Բայց սա արդեն մեկ այլ թեմա է, որին ապագայում միգուցե առանձին անդրադարձ կունենանք։ Ուշագրավ է, որ թեև տիրակալ աշխատությունը գրվել է դեռևս 16-րդ դարում, սակայն այն մինչ այսօր շարունակում է ուսումնասիրվել աշխարհի տարբեր համալսարաններում։ Մաքիավելի գաղափարները ազդեցություն են ունեցել քաղաքագիտության, այդ թվում դիվանագիտության, միջազգային հարաբերությունների և առաջնորդության տեսությունների վրա։ Պատահական չէ, որ վերջինս դասվում է ժամանակակից քաղաքագիտության հիմնադիրների շարքին։ Այսօր ոմանք նրան համարում են իրատես մտածող, որը պարզապես նկարագրել է քաղաքականության իրական մեխանիզմները, սակայն մյուսները կարծում են, որ նրա գաղափարները կարող են նաև վտանգավոր լինել, եթե անտեսվի խնդիրների բարոյական կողմը։ Այսպիսով, Մաքիավելին փորձեց քաղաքականությունը դիտարկել ոչ թե իդեալների, այլ իրականության տեսանկյունից։ Հենց նաև այս պատճառով էլ տիրակալը առ այսօր շարունակում է մնալ քաղաքական մտքի ամենաշատ քննարկվող աշխատություններից մեկը։ Շնորհակալություն դիտելու համար, եթե տեսանյութը հետաքրքիր էր, խնդրում եմ հավանել և բաժանորդագրվել ալիքին։ Ձեր արձագանքը շատ կարևոր է և օգնում է շարունակել նման տեսանյութերի շարքը։ Միասին բացահայտենք քաղաքագիտությունը։